Այսօր երբ մեզ ռոք մաշտոց ենք ասում, հասկանում ենք այբուբենը միմիայն, սակայն մեզ ռոք մաշտոց ունի նույնպես այլ խորություն, դա դրված է աջախաբատում իր երկով, որի մեջ ամփոփված են այնքան իմաստություն, ինչպիսին ոչ մի հոգևոր ժառանգության մեջ չգտնի, ասենք Դալինի փիլիսոփաների ժառանգությունը կամ որևէ այլ աղանդների մեջ։ Մեսրոպ Մաշտոց մեզ դվել է, մեզ զինել է ոչ միայն գիր ու գրականությամբ, այլև հոգևոր զենքով։ Մաշտոց ինչքան հանջարեղ է եղել իր գիրերի գյուդով, այնքան հանջարեղ, առավել հանջարեղ է եղել իր վարդապետությամբ։ Աջախաբատում երկում Մաշտոց մեզ ավանդել է աստվածային հավերժության օրենքները, որոնց հետևից շատ ժամանակներ եկել են Հայաստան աշխարհ շումերները, ակադները, ինչու չէ նույնիսկ մերօրյա մալականները, որոնցից մի մասը նախընտրեց գալ Հայաստան հաստատվել որպես աստվածային օրենքների երկիր։ Ծանոթանալով Մաշտոցի այդ երկին, մենք նույնություններ կտանք Գումրանի գիրք կոչված գործի սուրբ գրությունների հետ։ Դա պատահականություն չի, քանզի աստվածային ճշմարտությունները, իմաստությունները, որ ազգի հոգևոր ժառանգության մեջ էլ որ ավանդվեն, միևնույնն է մնում են միակ աստվածային իմաստություններ։ Այնպես որ չի կարելի այդպիսի իմաստությունները սեփականացնել, ազգայնացնել, այլ մենք շատ կուզենայինք, որ դա լիներ ամբողջ աշխարհի դիեզերական օրենքները եւ իմաստությունները։ Լսենք Մաշտոցի խոսքը, որը ուղղված է համայն մարդկության։ Երբ որ արարածների տարիքային չափերի աճումով բազմանա իմաստությունը եւ նրանք տղայությունից հասունանան գադարյալ այրերի, լոգայնատեն կարող են լսել եւ ըմբռնել ճշմարտության խոսքերն ու գործերը։ Այդ ժամանակ ճշմարիտ հոգեոր օրենքների միջոցով գիտություն արարելով կծանոթանան ճշմարիտ հաճույքներին։ Պահպանելով պատվիրանները հերու եւ անվնաս կմնան դժնդակ վարքերից ու փորձանքներից եւ օգտակար կլինեն մերձավորներին եւ հերավորներին։ Այս մտքում դրված են այնպիսի ճառագող մտքեր ու խորհուրդներ, ինչպիսիք պիտի երազեին անգամ պատմության մեծ փիլիսոփաներն ու գաղափարախոսները։ Հաջախաբադում երկում դրված են իրական հավատքի սկզբունքները, որը հավատքը դարձնում է իրական, դարձնում է իմաստալի, շոշափելի եւ արդյունավետ։ Նա ասում է. Աստված արարեց այս աշխարհը որպես դպրոց, գարկացրեց, որ լինեն ծնունդներ, որովհետեւ նրանք սնվելով եւ խրատվելով առաքինանան եւ սեր ցուցաբերեն։ Մաշտոցի խորհուրդներից մեկը կենդանիների, բույսերի, նյութերի եւ իրերի անուններից հայտնի են լինում լավն ու վատը, ճանաչում են պատվականն ու անարգը, օգտակարն ու վնասակարը, հետևաբար կարող ենք կողմնորոշվել դրանցով թևի բարին ու ածել չարը։
Սա վերաբերում է մեր լեզվին, բառաբաշարին եւ լեզվաբանության։ Մի փայլուն այժմեական խորհուրդ եւս Մաշտոցից։ Արժանի չէ աղանդները խուզարկելն ու նրանց իմաստությունների մեջ դեգերելը եւ ժամանակ կորցնել, քանզի ձեզ դրված են ճշմարիտ օրենքները։ Հիմա քննարկենք Այբուբենն ու Մաշտոցի գործունեությունը ըստ Բորյունի։ Նա ասում է. մտածում էի առանձին մատնակիր հիշատակարան ծաղկեցնել այն մասին, թե երբ եւ ում ժամանակում Ասկենազյան ազգին եւ Հայաստան աշխարհին մատակարարվեց զորությունը աստվածաբարքեր գրերի եւ ինչպիսի այրի միջոցով այդպես նորոգադուր երևաց աստվածեղեն շնորհը։ Ուշալի լսողը կնկատի, որ Մաշտոցին դրվել է ոչ թե Այբուբենը, այլ Այբուբենի հնչյունները, զորությունը, որը նշանակում է հնչյուն, իմաստություն եւ խորհուրդ։ Այսինքն Այբուբենը եղել է նախքան Մաշտոց, բայց չեն եղել այն մարդիկ, որոնք կարող էին կարդալ եւ հասկանալ այն։ Երկրորդ խոսվում է նորոգադուր շնորհի մասին եւ ոչ թե նոր դրված, ինչպես թարգմանել է մեր մեծանուն գիտնական Մանուկ Աբեղյանը, ճշմարտաբար։ Նորոգադուր նշանակում է նոր դրված, այսինքն նորոգված դրված, ոչ թե նոր դրված։ Նշանակում է նոր ոգիով, նոր շնչով եւ նոր իմաստությամբ դրված։ Այնպես որ Բորյուն շատ հստակ դրել է հարցը, որ Այբուբենը ոչ թե նոր էր դրվում, այլ Այբուբենի իմաստավորումն էր նոր Մաշտոցի միջոցով։ Հիմա անդրադառնանք հաջողապատում գործի որոշ տվյալների։ 7-րդ գլխում Մաշտոց գրում է հենց էության մասին, ոչ պատահաբար։ 7-ն գիտենք, որ էդարն է եւ էության մասին պետք է գրեր այնտեղ։ Նա ասում է այսպես. Աստված չառն ու կյանք ինչ ի կենթանյաց, այլ դանոցա ըսլինելն, ըսգլուխն, ըսգյալն եւ ըսմշտուն չնավորելն։ Հետևում է, որ որևէ էություն առաջի հերթին ունի 3 կենտրոններ։ Առաջինը ըսգլուխն, գլուխն է, երկրորդը ըսգյալն, մենք մեր վերլուծությամբ գտել ենք, որ դա սիրտն է, երրորդը ըսմշտուն չնավորելն, պարզ է, թե ինչով ենք մշտուն չնավորում, շարունակում, սերունդներով, ուստի և սեռական օրգանները։ Այս 3 կենտրոնները որևէ էության կորիզն են ներկայացնում։ Վերացնենք սրանցից որևէ մեկը, անջատենք էությունից որևէ այս կենտրոններից մեկը և նա ոչ ևս։ Իսկ Մաշտոց տվել է մեզ մի 4-րդ տվյալ էության հետ կապված։ Դա առաջինն է, լինելն նշանակում է լինելություն, որը գալիս է աստվածադուր կայծից, որը լուսապսակն է և գիտությունը դրան գոչում է աուրա։